ով KGB-ի գործակալ չի, հայ չի, եւ ով ջիհադիստ terrorist ու կամ ջիհադիստ terroristների աջակից չի, քրիստոնյա չի։ Ահա այս միտքն են շուտով փորձելու առաջ հրել որոշ մարդիկ, ովքեր հիմա պնդում են, թե սեփական ուխտը խախտած որոշ հոգևորականների դեմ տարվող պայքարը, դա պայքարը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Մարդիկ, որոնք պնդում են, թե եկեղեցին բիզնես կենտրոնի, թե հավատացյալներին որպես բացառապես փողի աղբյուրի, իսկ ամբողջ ազգին խորը անասունի դիտարկող մարդկանց դեմ պայքարը, դա պայքարը հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այնինչ ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ սա իրականում պայքարը հայ առաքելական եկեղեցու մաքրագործման, հայ առաքելական եկեղեցուն անաղարտությունը, ամբիցությունը վերականգնելու համար։ Ես վստահ եմ, որ դուք չեք տրվում այս կեղծիքին, ես վստահ եմ, որ դուք չեք տրվում այս ստին, ու ես վստահ եմ, որ իրականությունը չափազանց պարզ է ու չափազանց տեսանելի այն չտեսնելու համար։ Աստված բոլորիս հետ, ու Աստված պահապան հայ առաքելական եկեղեցու։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ բնականաբար շատ մտածել եմ եւ այստեղ էլ իմ եզրակացությունը հետեւյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Այս է ճշմարտությունը, որովհետեւ ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա, եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է, եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես եւ մենք բոլորս, առնվազն ես, որովհետեւ բոլորի հետ չեմ խոսել, դրա համար իմ անունի այս թեմայով շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ։ Եվ ելի ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, եւ սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, շնորհակալ եմ հետաքրքիր քննարկումների համար, հնչեցված բազմաթիվ մտքեր արժեքավոր են, որոշները ավել, որոշները պակաս, որոշները արժեքավոր են իրենց անարժեք լինելու մեջ, որովհետև մտածելու երբեմն ավելի ակտիվ տեղիք են տալիս։ Ես քննարկմանը ամբողջ մասնակցեցի եւ հետեւում էի մտքերի փոխանակությանը եւ ես ինձ հարց էի տալիս, որ եթե ես լինեի ընդդիմադիր, ինչպես կքննադատեի մեր կառավարությանը եւ կքննադատեի արդյոք թե ոչ, եւ հետո արձանագրեցի, որ աշխարհում չկա եւ երբեք չի եղել եւ երբեք էլ չի լինի որևէ կառավարություն, որին օբյեկտիվորեն եւ սկզբունքորեն հնարավոր չլինի կամ պետք չլինի քննադատել։ Դա ըստ էության ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է, հատկապես ժողովրդավարական երկրներում, որովհետև այդ քննադատության ընթացքում շատ բաների մասին կրկին մտածելու, վերանայելու, անդրադառնալու, եզրակացությունների գալու հնարավորություն է ստեղծվում եւ այս առումով այս քննարկումը ինձ համար օգտակար էր, որովհետեւ շատ խոսվեց մեր քաղաքական թիմի կառավարման 7 տարիների մասին եւ դա լրացուցիչ ազդակ էր, որպեսզի ինքս էլ մտածեմ մեր կառավարման 7 տարիների մասին եւ ես ինքս էլ ելույթներին զուգահեռ մտածեմ իմ վարչապետության 7 տարիների մասին եւ փորձեմ պատասխանել հարցին, գլոբալ հարցին, որովհետեւ գիտեք դետալների մեջ
դետալների մեջ կարելի է միշտ էլ առանձնահատկություններ գտնել եւ դրանց վրա կենտրոնանալ, քննադատել կամ չքննադատել։ Բայց մեծ պատկերի մեջ, երբ որ ես ինքս ինձ հարց եմ տալիս, ինչպիսին էր վիճակը 2018 թվականի հունիսին եւ ինչպիսին է վիճակը 2025 թվականի հունիսին, ինչպիսին է ես 2018 թվականի հունիսին եւ ինչպիսին եմ ես 2025 թվականի հունիսին։ Երբ որ եւ այս հարցը ինքս ինձ հետ մենակ մնալով անկեղծորեն, որովհետեւ ուրիշների առաջ խոսել մի բան է, ինքդ քեզ հետ խոսել այլ բան է, որովհետեւ ուրիշների հետ խոսալիս կարելի է ինչ որ բան չհիշատակել, բայց ինքդ քեզ հետ խոսելիս հնարավոր չէ որևէ բան չհիշատակել, որովհետև այդ ամբողջը հիշատակված է։ Եվ հիմա ուզում եմ հետևյալը խոսել, երբ որ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ որ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն եւ ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետության լիարժեք եւ ամբողջական վարչապետ է։ Ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը։ Իհարկե, քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չի նսեմացնել խորհրդանական մեծամասնության, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շնորհիվ։ Բայց ես նաեւ ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով, որովհետև սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է կապակցված մի կոնկրետ երկրի հետ, բայց շուտով ես ինքս ինձ համար միայն վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա ահավոր մեծ անարդարություն է, ֆորպոստացման ֆենոմենը կապել մի երկրի հետ։ Իրականում այդ ֆորպոստացման process-ի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ, այդպիսի երկրներ եղել են Հյուսիսում, այդպիսի երկրներ եղել են Հարավում, այդպիսի երկրներ եղել են Արևելքում եւ այդպիսի երկրներ եղել են Արևելքում։ Բայց շատ ավելի կարեւոր է որ արձանագրել, որ ֆորպոստացման քրիտիկական մասսան ոչ թե եղել է մեզնից դուրս, այլ ֆորպոստացման քրիտիկական մասսան մենք ինքներս ենք եղել։ Մենք ինքներս ենք ապահովել եւ հետեւյալ տրամաբանությամբ մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք Հայաստանի Հանրապետության կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք, մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք եւ մենք ինքներս մեզ չենք փորձել ինքներս մեզ համար պարզաբանել, թե այնուամենայնիվ ինչ է պետություն, ինչպիսի պարամետրեր ունի այդ պետությունը, ինչպիսի վարքագիծ է ենթադրում պետություն լինելը եւ որ վարքագիծն է, որ մեզ դնում է պետություն լինելու անդին։ Եվ ես արձանագրում եմ, այո, 2018 եւ 2019 թվականին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ։ Առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանության, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։ Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին։ 2020 թվականի նոյեմբերից հետո
ես դերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում եւ կարծում եմ սա շրջադարձային կետ է եղել, երբ որ մենք մեր քաղաքական թիմը մենք բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ինչ ենք մենք ուզում։ Մենք գտնվել ենք վերջնական եւ ամբողջական ֆորպոստացման գծի եզրին։ Եվ մենք մեզ հարց ենք տվել, մենք ուզում ենք այդ գիծը հատել, թե մենք չենք ուզում այդ գիծը հատել, եւ մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել, եւ այս այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ ժողովուրդը պետք է կայացնի որոշումներ, իհարկե առաջին հերթին մենք ինքներս պետք է կայացնենք որոշումներ։ Եվ այս process-ը շատ կարևոր է արձանագրել, որ ինքը մի քայլանոց կոմբինացիա չի, եւ այս process-ը մի իրադարձությամբ չէ, որ կուլմինացիայի է հասել, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ կա մի կետ, որտեղ այս process-ը, որտեղ ֆորպոստի ինձ համար անձամբ ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ գործում իհարկե 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները շատ մեծ դեր են խաղացել, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ այդ կետը, ես գիտեմ այն օրը, երբ որ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի եւ այդ կետից սկսած մինչեւ օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ։ Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ որ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եկեք մեր ընդդիմությունը այս օրը եւ այս փաստը եւ նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ սա շատ կարեւոր եւ շրջադարձային պահ է, որովհետեւ իրականում եւ խորքային քաղաքական իմաստով եւ առարկայորեն ես ուզում եմ մենք հիշենք այդ պահը։ Այդ մի ժամանակներ էր, երբ որ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները փաստորեն, եւ դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր եւ իրավիճակ, երբ որ մեր նույնիսկ ամենամոտ երկրները մեր երկրի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր։ Հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ տրանսֆորմացիա։